Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Կոնջուրյան, այսպես նախընտրական գործընթացներով սկսենք, երևի այսօր հերթական ձերբակալությունները տեղի ունեցան, հայտարարվեց այդ մասին քննչական կոմիտեն։ Եվ էլի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն են, այնտեղ Շիրակից մի ընտանիք, հետո էլի ոնց որ ուժեղ Հայաստանի այսպես արդեն ավելի բարձր տեղ զբաղեցնող անձանցից մեկն էր ձերբակալվել, բայց սա առիթ է տալիս անընդհատ ձեր քաղաքական ուժին մեղադրել, որ դուք պատվեր եք իջացրել իրավապահ համակարգին, եւ իրավապահ համակարգ հիմա այս ձևերով փորձում է, այսպես դասականի ասած, քոքից մաշեցնել հիմնական ընդդիմադիր ուժին։ Նախ մաշեցնելու հետ կապված պրակտիկան ցույց է տալիս, որ իրենց շատ լավ մաշեցնում են, այնպես որ մենք այդտեղ միջամտելու կարիք չունենք, մի հատ մաշեցնող կար, որ 21 թվականին սպառնում էր մաշեցնել քաղաքացիական պայմանագրին, հիմա ինքը այնքան է մաշել, որ կարող է մնա նշաձողի տակ։ Բայց ինչ վերաբերում է ձերբակալություններին, ըստ էության այդ ձերբակալությունները կամ այդ գործերը մեծամասամբ ունեն նաև իրենց ներքո հիմնավոր փաստեր եւ ձայնագրություններ, որտեղ որ հստակ արձանագրված է, թե ինչպես են առաջարկում կաշառք, թե ինչպես են փորձում ապօրինի կերպով ազդեցություն ունենալ մարդկանց կամարտահայտությամբ, կամարտահայտության վրա, ինչպես են մարդկանց ապօրինի կերպով բերում հավաքների կաշառելով եւ նույնիսկ ես ձեզ ասեմ, որ մի շարք դեպքերում իրենք նաեւ չեն էլ հերքում դա, օրինակ ես հիշում եմ, որ երբ որ այդ ձայնագրություն կա հայտնի, որտեղ որ խոսվում է այն մասին, որ այնտեղ ցույցի մասնակիցներին շալվար են առնում եւ այլն, ու երբ որ լրագրողները հարց են տալիս ուժեղ Հայաստանի ներկայացուցչին, ասում են այդ մարդը դու ես, ում մասին որ խոսում են, ասում է չէ, ես չեմ, բայց չի հերքում այն փաստը, որ այո, այդ ձայնագրության մեջ տեղ գտած փաստերը իրական են, շալվար առնելը եւ այլն, հա, ասենք շալվար առնել ինքնին վատ բան չի, բայց այս դեպքում խոսքը նրա մասն էր, որ մարդկանց բերում են ցույցի, փոխարենը շալվար են առնում եւ այլն։ Հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետությունը իրավական եւ ժողովրդավարական պետություն է եւ բոլոր իրավական ճանապարհներով բնականաբար պաշտպանվելու է ժողովրդավարությունը եւ թույլ չի տրվելու, որպեսզի կաշառապետության մարտիկները նորից Հայաստանում վերականգնեն կաշառապետությունը, որովհետև ըստ էության այս ընտրակաշառքի գործով այս բոլոր բացահայտումները գալիս են վկայելու, որ այս ուժերը իրենք Հայաստանում փորձում են վերականգնել կաշառապետությունը, ինչից որ մենք ազատվել ենք, որովհետև այդ համակարգը ամբողջությամբ իր մետաստազներով տարածվել էր մեր հասարակական, քաղաքական, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում եւ ուղղակի խժռում էր, ու հիմա մենք շանս ենք ստացել վերջին տարիներին հատկապես ունենալու այնպիսի պետություն, որտեղ որ մենք կկարողանանք ըստ էության այդ մետաստազներից ի վերջո ազատվել, ունենալ ազատ եւ թափանցիկ ընտրությունների արդեն ինստիտուցիոնալիզացված անդառնալի համակարգ, անշրջելի համակարգ եւ այս տեսանկյունից առաջիկա ընտրությունները չափազանց կարեւոր են, որովհետեւ հիմա ըստ էության այդ ուժերը փորձում են այդ ժողովրդավարության անշրջելիությունը կասեցնել եւ փորձում են Հայաստանում վերականգնել այն համակարգը, որի ականատեսը մենք եղել ենք, ինչու մենք թույլ չենք տալու։ Ապրիլի 17-ի ձեր ելույթում դրամաբանորեն շարունակելով ես ձեր վերջին ասածը, դուք այսպիսի հայտարարություն արեցիք ուղղված ընդդիմությանը, դուք մահվան վաճառականներ եք Հայաստանի քաղաքական դաշտում, Հայաստանում պատտվում է գերանդիով մահը եւ այդ գերանդիով մահը ուզում է հնձել կտրել Հայաստանի Հանրապետությունը։ Ընդդիմությունը ասում է, չէ, ես գալիս եմ, որպեսզի փրկեմ Հայաստանի Հանրապետությունը հնձվելուց։ Հնձողը դուք եք այս դեպքում իրենց դրամաբանությամբ։ Հիմա տեսեք, դուք փաստարկում եք, փաստեր բերում եք որպես այդպեսին, ասում եք ընդդիմությունը տանելու է պատերազմի, մենք տանելու ենք խաղաղության։ Հələ այդ թեմայի մասին խոսենք, բայց ես այդպես էլ մինչև վերջ չհասկացա, թե ընդդիմությունը եթե հանկարծ եկավ իշխանության, ինչով պիտի պատերազմի տանի, ով է իրենց թողել։ Ասեմ, ընդդիմությունը տարբեր թե ուղիղ թե անուղղակի կերպով ըստ էության հաստատել է, որ եթե հանկարծ իրենք ունենան իշխանություն,
իրենք վերաբանակցելու են խաղաղության համաձայնագիրը։ Ես շատ ուղիղ ասում եմ, խաղաղության համաձայնագիրը վերաբանակցել նշանակում է հրահրել պատերազմ, որովհետև խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցված եւ նախաստորագրված է։ Ընդդիմության ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեկը վերջերս ես տեսա, որ ասում էր, որ դե նախաստորագրված չի նշանակում ստորագրված։ Այսինքն դա նշանակում է, որ իրենք պնդում են արդեն հիմա այս գլխից, որ քանի որ ստորագրված չէ, նախաստորագրված է, ապա հնարավոր է գնալ եւ վերաբանակցել։ Եթե դու վերաբանակցում ես, բացում ես կրկին բանակցությունները այն համաձայնագրի, որը մի քանի տարի շարունակ տարատեսակ բարդ քննարկումների միջոցով տարբեր դիվանագիտական ջանքերի արդյունքում հասել ենք այս համաձայնությանը, ինչը որ արձանագրվում է թե մեր եւ թե Ադրբեջանի կողմից որպես ձեռքբերում, սա նշանակում է վերաբանակցել խաղաղության համաձայնագիրը, նշանակում է վերաբանակցել ձեռքբերումը, վերաբանակցել այն խաղաղությունը, որի մասին նաև խոսում է Ադրբեջանը, Ադրբեջանի նախագահն էր նաև օրեր առաջ խոսել այդ մասին։ Սա շատ ուղիղ դրա այդ պատերազմի հրձիգ դառնալու բանն է, ընդդիմության ուրեմն քայլերի տրամաբանական շարունակություն է։ Ուրիշ շատ էլի առանցքային պատճառ ասեմ, Ռոբերտ Քոչարյանը շատ ուղիղ ամիսներ առաջ իր ասուլիսներից մեկում հայտարարեց, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Դրանից ավելի ակնառու ապացույց, որ եթե հանկարծ ընդդիմությունը Հայաստանում իշխանություն վերցնի, ապա իրենք ըստ էության տանելու են պատերազմի, ուղղակի գոյություն չունի, որովհետև ինչ է նշանակում այն երկրների համար, ովքեր ում հետ որ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, այս երկրները լսում են, ասում են, փաստորեն Քոչարյանն ասում է, որ չեն բավարարվելու 29743-ով, իսկ ում հաշվին չեն բավարարվելու, որ կողմ են ծավալվելու, որ այդ 29743-ը ավելի շատացնեն, պարզա չէ, հասկանալի է թե դեպի ուր է ուղղված։ Կամ ուրիշ մի բան ասեմ, երբ որ ասենք իրանց նախընտրական պաստառներում, իրենց քարոզչական լոգոների վրա, օրինակ, իրենք պատկերում են Արարատը, քաղաքական կուսակցության բանով, դա ինչ ուղերձ է հղում էլի այն երկրներին, որոնց հետ որ մենք փորձում ենք հարաբերություններ կարգավորել։ Սրանք բոլորը ուղիղ եւ ոչ այնքան ուղիղ մեսիջներ են, որոնք որ նշանակում են, որ այս ուժերը չեն առաջնորդվում եւ չեն առաջնորդվելու Հայաստանի Հանրապետության պետական շահերով, առաջնորդվելու են այդ թվում նաեւ Հայաստանից դուրս գտնվող կենտրոնների շահերով եւ այո, սանձազերծելու են պատերազմ, մեկ անգամ իրենք դա արդեն արել են։ Ես նույն ելույթի ժամանակ նաեւ սկզբնական մասում նշում եմ, որ իրենք մի անգամ դա արդեն արել են Ղարաբաղում, որտեղ Ղարաբաղում երբ որ ընդդիմությունը վերցրեց իշխանությունը Սամվել Շահրամանյանին ընտրելով նախագահ, դրանից 9 օր անց սկսեց ռազմական գործողությունները, դրանից 17 օր անց Սամվել Շահրամանյանը ստորագրեց Ղարաբաղի լուծարումը։ Եվ ես հիշեցնում եմ, որ երբ որ Սամվել Շահրամանյանն ընտրվեց այնտեղ նախագահ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ծափ էին տալիս, շնորհավորում էին եւ հույս էին հայտնում, որ նույն բանը տեղի կունենա Հայաստանում։ 17 օր պահանջվեց, որպեսզի իրենց նախընտրելի եւ սիրելի տեխնացուն նախագահը բանանի լուծարի Ղարաբաղը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ իրենք նույն բանը պատրաստվում են անել Հայաստանում, ուղղակի չկա եւ մենք դա թույլ չենք տալու։ Հիմա այստեղ ուղիղ համեմատականով ընդդիմությունը ձեզ է մեղադրում պատերազմի հրձիգ լինելու համար, հաշվի առնելով, որ 19 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները նկատի ունեմ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսելու է զրոյական կետից, սեփական կետից եւ այլն, եւ այդ ամենն է, այսինքն ոչ թե այն, որ ինքը այնտեղ ասած Արցախ Հայաստանի եւ վերջ, այլ իրականում, այլ որովհետեւ գնաց բանակցությունների արդյունքները զրոյացնելու եւ նորից սկսելու ճանապարհով, այսինքն չլիներ այդ քաղաքականությունը, չէր լինի 20 թվականը, չէր լինի 23 թվականը եւ այսպես շարունակ։ Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին, եթե չեմ սխալվում, 16-ին կամ 17-ին ազգային ժողովում արդեն իսկ հայտարարում էր, որ ըստ էության բանակցությունները մտել են փակուղի եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ իրենք բանակցությունները արդեն ձախողել են եւ տարել են հասցրել են փակուղի եւ այդ փակուղային կետից հասկանալի չէր թե մենք ինչ հանգրվանի պետք է գնայինք, որովհետեւ եւ սրա մասին մենք շատ ենք խոսել, որ ըստ էության այո, գուցե մենք երբ որ հիմա ռետրոսպեկտիվ նայում ենք, հետահայաց
ճիշտ դուրս գալը ամենահեշտ բանն է, որովհետև արդեն փաստերը տեղի են ունեցել եւ հիմա ասում ենք այ սա պետք է անենք, սա պետք է ասենք, սա պետք է ասենք, սա պետք է անենք, բայց ի վերջո պատմության կիրառական նշանակությունը նաեւ որն է, որ մենք այդ դասերը քաղենք ապագայի համար, ոչ թե դասերը քաղենք անցյալը անընդհատ վերաշարադրելու եւ անցյալում ապրելու, այլ այդ դասերը քաղենք ապագայի համար եւ այո, այդ թվում նաեւ նախորդ շրջանի հայտարարությունները, դեպքերը եւ իրադարձությունները հաշվի առնելով, մենք հիմա հետեւություններ ենք անում այդ բոլոր process-ներից, որովհետեւ մենք այն ժամանակ այո ապրել ենք հայրենասիրության այն մոդելի մեջ, որը որ մեզ բոլորիս դաստիարակել էր, ինձ անձամբ ես երբ որ սկսել եմ արդեն ուսումնասիրել քաղաքական, հասարակական կյանքը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, հարևաններին, ես ապրել եմ այդ բանի մեջ, պղպջակի մեջ եւ շատերս ենք ապրել այդ, բոլորս ենք ապրել այդ պղպջակի մեջ, որը ձևավորվել է 90-ականներից, որը Լևոն Տեր-Պետրոսյանի ասած 4 թե 5 հոգի գիտեր, չէ, վերլուծաբանի մակարդակով Ղարաբաղի հարցը, այդ 4-5 հոգուց դուրս Հայաստանի բնակչությունը ապրել է այդ պղպջակի մեջ։ Եվ հիմա մենք այդ պղպջակից դուրս ենք եկել եւ հիմա մենք մեր քաղաքականությունները իրականացնում ենք գետնի վրա տեղի ունեցող փաստերի հիման վրա եւ մեր կողմնացույցը Հայաստանի Հանրապետության պետական շահրն է։ Օրեր առաջ այստեղ հյուրընկալվել էր Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյան, ինքը մի հետաքրքիր պնդում արեց, ինձ ամենայն դեպս նման պնդում չէր հանդիպել մինչ պարոն Բաբաջանյանի ասած, ասում էր, որ նոր սահմանադրության ընդունումը դա միջազգայինորեն ստանձնած պարտավորություն է, որը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, ճիշտ է ոչ գրավոր, բայց բանավոր մակարդակում Միացյալ Նահանգների առաջ, նույն Ադրբեջանի առաջ, մյուս դերակատարների առաջ, որ մենք կփոխենք նոր սահմանադրություն կընդունենք, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին։ Կա նման պարտավորություն։ Մենք մշտապես ասել ենք եւ հիմա էլ հայտարարում եմ, որ նոր սահմանադրություն ունենալու օրակարգը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է եւ երբեւե պայմանավորված չի եղել ու չէ որևէ արտաքին կամ միջազգային հանգամանքով, չկա նման բան։ Վարչապետը նոր սահմանադրություն ունենալու մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին եւ դրա հիմնական փաստարկն այն է եղել ու այն է հիմա եւս, որ բոլոր սահմանադրությունները, որ Հայաստանում ընդունվել են, ընդունման փաստի լեգիտիմության հետ կապված լրջագույն մեկնաբանություններ կան մեր հանրության մեջ եւ մենք կարիք ունենք ընդունելու այնպիսի սահմանադրություն, որի ընդունման լեգիտիմության հետ կապված որևէ մեկը որևէ հիմնավոր կասկած չունենա, որ մենք այնպիսի հասարակական հարաբերությունների, այնպիսի խաղի կանոններ մեր համար հասարակական պայմանագիր մեր համար ֆիքսենք, որի լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի։ Չափազանց կարևոր է մեր պետության, պետականության, ամրության ու հարատևության համատեքստում եւ սա է այն հիմնական փաստարկը, թե ինչու ենք մենք ուզում նոր սահմանադրություն ընդունել։ Ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, մենք բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ այո, մեր կարծիքով նոր սահմանադրության մեջ չպետք է լինի անկախության հռչակագիրը, որովհետև գիտեք, անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է եւ այդ պատմական փաստաթղթի դերը պիտի լինի այնքանով, որքանով արդեն ինքը ունեցել է, բայց անկախության հռչակագիրը չի արտահայտում այսօրվա իրողությունների եւ առաջիկա տարիների ներկայի եւ ապագայի այն առաջնահերթությունները, որոնք որ մենք ունենք, որովհետեւ հռչակագիրը ըստ էության պիտի լինի կողմնացույց, որը պետք է քեզ ցույց տա, թե դու որ կողմ գնաս այսօրվա փոթորկահույզ աշխարհի մեջ եւ հռչակագիրը այդ կողմնացույցի դերը այս դեպքում չի կատարում, որովհետեւ նույնիսկ այն ժամանակ չի կատարել, որովհետեւ այն նպատակները, որոնք որ ֆիքսվել են անկախության հռչակագրում, ես չգիտեմ դա հասկանալով կամ չհասկանալով, մեր 90-ականների պետական գործիչները մեր պետության հիմքում դրել են մի անհնարին խնդիր, որը չպետք է լուծվեր, մի գորդիան հանգույց, որը չպետք է բացվեր, եւ մենք անընդհատ պետքա Սիզիփոսյան աշխատանք կատարեինք ու երբեք չկարողանայինք այդ քարը բարձրացնել լեռը եւ անընդհատ այդ քարը պիտի ընկներ ու մենք էլ դրա հետևից պիտի գնայինք եւ էլի շարունակեինք, ինչպես որ Սիզիփոսի առասպելում էր։ Եվ դա ավելի շատ հիմա, երբ որ էլի նայում ենք ռետրոսպեկտիվ պատմությունը հետ հայաց ու դեպքերը վերլուծելով, դա ոչ թե ըստ էության ոչ թե անկախության, այլ անանկախության հռչակագիր էր։
Այսինքն տեսեք ինչ է ստացվում, որպեսզի մենք դուրս գանք Սիզիփոսի դերակատարումից, մենք պետք է ունենանք նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրություն ունենալու համար դուք մասնավորապես քաղաքացիական պայմանագիրը ենթադրում եմ, որ ցանկանում եք ունենալ սահմանադրական մեծամասնություն, առանց որի հնարավոր չի լինի նոր սահմանադրություն ըստ էության հասցնել համապետական հանրաքվեի։ Մոտ էլի 10 օր առաջ ձեր ունեցած ելույթում դուք ասացիք, որ վստահ եք, որ միանձնյա հաղթանակ եք ունենալու ընտրությունների արդյունքում, բայց տեսեք, մի շարք փորձագետներ, որոնց մի մասը ընդ որում ձեր նկատմամբ համակրանքով առանձնապես աչքի չի ընկնում, ընդունում են, որ քաղաքացիական պայմանագիրը ըստ երևույթին կունենա քաղաքական մեծամասնություն գալիք խորհրդարանում, բայց կունենա այնպիսի մեծամասնություն, որը հնարավորություն կտա կազմել կառավարություն եւ ընտրել վարչապետ, բայց սահմանադրական մեծամասնություն չեք ունենալու։ Հիմա եթե չլինի սահմանադրական մեծամասնություն, ձեր պլան B-ն։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է ոչ թե վերլուծությունները անենք եթեների մակարդակում, այլ պետք է գնանք եւ ընդհանրապես կարճ ժամանակ անց, 1 ամիս եւ մի քանի օր անց ժողովրդի կամքը արձանագրելու արդյունքում հասկանանք, թե որն է ժողովրդի ընտրությունը։ Ես հավատում եմ ու իմ հավատի հիմքում դրված է մարդկանց հետ մեր շփումները, որովհետև մենք շատ ինտենսիվ մարդկանց հետ շփվում ենք, քաղաքացիների հետ շփվում ենք, եւ ես տեսնում եմ, որ շատ իրատեսական է համանդրական մեծամասնություն ունենալու նպատակը, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնահատում են այն ձեռքբերումները, որ մենք ունենք, գնահատում են խաղաղությունը, գնահատում են այն սոցիալական եւ տնտեսական հաջողությունները, որոնք որ մենք ունենք, եւ ես կարծում եմ ու հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գալու են եւ իրենց այդ ընտրությամբ դրոշմելու են այդ հաջողությունները եւ դուռ են բացելու, որ մենք այդ հաջողությունները ավելի ինստիտուցիոնալ դարձնենք, որովհետեւ գիտեք, օրինակ 2021 թվականին մենք մեր ընտրությունը նորից շատ ճակատագրական էր, որովհետև եթե մենք 21 թվականին չգրանցեինք հաղթանակ, ես վստահորեն ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն չէ լինելու այն իմաստով, ինչ իմաստով, որ մենք այսօր գիտենք։ 2026-ի ընտրությունը եւս չափազանց ճակատագրական է, որովհետև նորից եթե մենք հանկարծ չկարողանանք արձանագրել ժողովրդի հաղթանակը, այն ուժերը, որոնք որ հայտարարել են, որ չեն բացառում, որ Հայաստանը կլինի միութենական պետության մաս, այն ուժերը, որոնք որ այսօր փորձում են վերականգնել կաշառապետությունը, այն ուժերը, որոնք որ փորձում են եւ իրենց ընտրության արդյունքում սանձազերծվելու է պատերազմ, նորից մենք փաստորեն գործ ենք ունենալու ինքնիշխանության կորստի վտանգի հետ, բայց նաեւ մենք կորցնելու ենք մի բան, ինչ որ արդեն, այսինքն այն ձեռքբերումները, որոնք որ արդեն շոշափելի է դառնում, հասկանում եք, երբ որ դու չունես խաղաղություն եւ դու կորցնում ես, հա, ինքնիշխանությունը, դու կորցնում ես միայն ինքնիշխանությունը, բայց երբ որ դու ունես արդեն խաղաղություն, ունես բարեկեցություն, ունես տնտեսական զարգացման հեռանկարներ եւ դու կորցնում ես ինքնիշխանությունը, դու նաեւ կորցնում ես ինքնիշխանության հետ միասին այն բոլոր ձեռքբերումները, որ արդեն մեծ ջանքերի գնով մենք միասին մեր ժողովրդի հետ միասին կարողացել ենք ստեղծել։ Այսօր այն ինչ որ կարող ենք կորցնել կշռով շատ ավելի մեծ է եւ ավելի բազմաբովանդակ է, որովհետեւ արդեն ձեռք բերածն է նաեւ շատ։ Եվ 21 թվականից հետո այդ ձեռքբերումները ակնհայտ են ու դա մարդիկ զգում են իրենց, թե, չգիտեմ, առողջապահության ապահովագրության, թե նույն կենսաթոշակների, թե բիզնես միջավայրի, թե դպրոցներ մանկապարտեզների, թե իրենց միջավայրերի, որովհետև երբ որ մենք գնում ենք քաղաքներ եւ գյուղեր, մենք տեսնում ենք, որ այդ միջավայրերն են փոխվում, որ գյուղերը ու քաղաքները ստանում են դեմք, գույներ են ստանում եւ մարդկանց համար իրենց քաղաքներում եւ գյուղերում ապրելը ոչ միայն մաքարելու պես մի բան է դառնում, այլ մարդիկ սկսում են արդեն իրենց կյանքից բան հասկանալ, հա, այսպես ավելի առօրյա լեզվով ասած, այնպես որ այս ամեն ինչը պետք է պահենք եւ դա պահելու գործում բնականաբար մեր քաղաքացիների ընտրությունը ամենակարևորն է լինելու։ Եվ ես հավատում եմ այդ ընտրությանը։ Տեսեք, ընդդիմությունը ասում է իրականում խաղաղությունը այն խաղաղությունը, որի մասին որ դուք խոսում եք, որի մասին ես էլ եմ խոսում կամ շատերն են խոսում, իրականում ինքը կեղծ օրակարգ է այն պարզ պատճառով, որովհետև ոչ թե խաղաղություն կա, այլ որովհետև առանց պատերազմի հակառակորդը կամ թշնամին, նայած ով է այդ մասին խոսում, ստանում է այն, ինչ որ ինքը ուզում է։ Ուզում էր կապ Նախիջևանի հետ, ստացավ թրիպի տեսքով։
հիմա ուզում է որոշակի կախվածություն առաջացնի Հայաստանի Հանրապետության Ադրբեջանից, դա անում է, որովհետև ասենք օրինակ դուք եք ասում, որ Ռուսաստանից եկող ցորենը արդեն գալու է Ադրբեջանի տարածքով եւ դա շատ լավ է։ Բայց ըստ էության մենք այստեղ կախվածության խնդիր ենք ստեղծում։ Ձեզ անընդհատ մեղադրել եւ մեղադրելու են ISS ամեն ինչի համար։ Էլ սահմանադրության մասին էլ չխոսենք։ Տեսեք, այդ մեղադրանքները փշուր են լինում, երբ որ բերում ենք դրանց կողքին դնում ենք փաստեր։ Անդիմությունն ասում է, որ խաղաղությունը կեղծ է, ես ասում եմ, այսինքն դուք կեղծ եք համարում են բանը, որ 2 տարուց ավել մարդ չի զոհվել։ Եթե դուք մարդկային կյանքը համարում եք կեղծ կատեգորիա, դա արդեն խոսում է մեր անդիմության բարոյական անկման մասին, որովհետև տեսեք, եթե օրինակ սահմանին ժամանակին, երբ որ զոհ էինք ունենում, անդիմությունը մի բաներ լաց ու կոց էր կապում եւ այլն եւ մեղադրում էր եւ ասում էր, որ այ դրա գլխավոր մեղավորը իշխանություններն են եւ այլն, չէ, բայց երբ որ զոհեր չկան, անդիմությունը չի ասում, որ դրա մեղավորը իշխանություններն են։ Այսինքն անդիմության համար փրկված կյանքը կյանք չի, որովհետև ինքը չի կարող այդ փրկված կյանքի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել։ Ես դրա համար եմ ասում, որ դուք մահվան վաճառականներ եք, որովհետև իրենք մահը վաճառում են մեր հասարակության վրա եւ փորձում են մահը կապիտալիզացնել քաղաքականապես, բայց կյանքը չեն կարող կապիտալիզացնել, այսինքն իրենք չեն կարող կապիտալիզացնել, բայց հենց կյանքն է, որ պետք է կապիտալիզացնել, որովհետև իրական քաղաքական ազնիվ քաղաքական գործչի կամ ուժի համար կյանքն է, որ պիտի կապիտալիզացնել, կյանքն է, որ պիտի գովերքել, կյանքն է, որ պետք է փորձել հնարավորինս ծաղկեցնել, շատացնել։ Մենք այսօր տեսնում ենք, որ անդիմությունը ցանկացած դրական եւ ուրախ օրակարգի դեմ բան է անում, խաչակրած արշավանք է իրականացնում։ Ուրախ օրակարգի հետ կապված կներեք, քաղաքացու օրն էր 2 օր առաջ նշվեց եւ հիմա այդ թվում նաև անդիմադիր տեղեկատվական դաշտում ցես մեղադրում որ դա ըստ էության ընտրակաշարքի ձևերից մեկն էր, այսինքն այդ ամեն ինչը այդ անվճար ուտել խմելը Երևանի կենտրոնում դա ըստ էության մենայն ինչ որ անում են իրենք։ Տեսեք, քաղաքացու օրը մշտապես Հայաստանում, երբ որ նշվել է, միշտ նշվել է ապրիլ ամսվա չէ, վերջին, եթե չեմ սխալվում, վերջին շաբաթ օրներ կամ այսինքն կարգավորումը հստակ նշված է։ Հա, որ եթե ապրիլի 24-ի հետ համընկնել ամսի 24-ի հետ, այո, միայն չի կարող համընկնել 24-ի։ Գալիք տարի համընկնում է։ Այո, օրինակ 2019 թվականի, եթե չեմ սխալվում, հենց այսօրն է եղել քաղաքացու օրը։ Այսօր Facebook-ը իմ մոտ հիշեցում էր վերել, որ կարծեմ հենց այսօրն էր եղել։ Այսինքն այդ փաստարկը, որ դա անդրակաշարք էր, եւս մեկ անգամ ջախջախվում է, որովհետեւ դա որևէ կապ չունի ընտրությունների ժամանակահատվածի հետ, մշտապես եղել է նույն շրջանում։ Եվ դրա մասին, այսինքն այդ կոնտեքստով խոսալը ես կարծում եմ, որ էլի որևէ տրամաբանություն չունի, բայց ես վերադառնում եմ էլի նույն տրամաբանությունը, որ ընդդիմությունը ցանկացած ուրախ օրակարգի դեմ կռիվ է տալի, որովհետև ժամանակին օրինակ երբ որ տոնածառ էինք դնում, իրենք կռիվ էին տալիս տոնածառի դեմ, ժամանակին երբ որ երեխաների պաշտպանության օրներ հունիսի 1-ին իրենք կռիվ էին տալիս հունիսի 1-ի դեմ, այսինքն մշտապես իրենք ասում են ոնց կարելի է մեր սև սիրտը ձեր տոնածառը, մեր սև սիրտը ձեր քաղաքացու օրը եւ այլն, բայց տրամաբանությունն է իրենց ինչի իրենց սև սիրտը, որովհետեւ իրանք չեն կարող դա մոնետիզացնել, որովհետեւ պետք է լինի մի հատ դժբախտություն, որ ընդդիմությունը մոնետիզացնի այդ դժբախտությունը եւ կարողանա դրա վրա կառուցի քաղաքական բովանդակություն։ Իսկ երբ որ մարդիկ ուրախ են, երբ որ մարդիկ ապրում են, դա ընդդիմության շահերին դեմ է, դրա համար նաեւ խաղաղությունն է ընդդիմության շահերի դեմ, որովհետեւ մարդը մեր ընդդիմության, քանի որ մեր ընդդիմության նպատակները գալիս են ոչ թե Հայաստանի ներսից, այլ Հայաստանից դուրս, թելադրվում են ուրիշ կենտրոններից, մեր ընդդիմության համար նպատակը ժողովրդի մարդկանց երջանկությունը եւ ուրախությունը չի, որովհետեւ մեր ընդդիմության համար ժողովրդի գլխին անընդհատ պիտի կախված լինի այդ դեմոկլեան սուրը, պատերազմի դեմոկլեան սուրը, որը պետքա ճոճվի եւ հիշեցնի, որ յուրաքանչյուր պահի այդ սուրը, այդ մազը կարող փոկվի եւ այդ սուրը կարող անկնի գլխին, որովհետեւ իրենց ընկալման մեջ քաղաքացու կյանքը գրավադրված է։ Այդ քաղաքացու կյանքը պետքա գրավադրված լինի պատերազմի բանկում եւ յուրաքանչյուր պահի այդ ժամանակը կարա գա, երբ որ մարդը պիտի գնա եւ պիտի նահատակվի հանուն հայրենիքի եւ այդ ընթացքում իրենք հանուն հայրենիքի չեն նահատակվում։ Իրենց երեխաները հանուն հայրենիքի չեն գնում եւ ծնվում Ղարաբաղում, գնում են եւ ծնվում են Միացյալ Նահանգներում, որ դառնան Միացյալ Նահանգների քաղաքացի եւ չլինեն զինապարտ։ Իրենք դառնում են մի քանի երկրի քաղաքացիներ եւ ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որ իրենք հիմա ուզում են գան փրկեն։ Այսինքն
մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, խաղաղությունից տուժելու է ընդդիմությունը, որ չի կարողանալու նորից ունենալ պատերազմի սպառնալիք եւ այդ սպառնալիքը վաճառել հանրության վրա, ասելով, որ դու հիմա պաուզատուր քո կյանքը, մի ուրախացի, մի երջանկացի, որովհետեւ դու դեռ պոտենցիալ նահատակ ես, որովհետեւ քո կյանքը գրավադրված է։ Երբ այդ բանից գրավից դուրս կբերվի, կասենք, ու այդպես այդ մարդու կյանքը անցնում է, ինքը ապրում է կամ արտագաղթում է, գնում է խաղաղությունը վայելում է ուրիշ երկրում, ուրիշի փորձով, բայց ոչ սեփական։ Մենք հիմա ասում ենք, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղությունը վայելի իր երկրում, իր հողի վրա, սեփական փորձով եւ ուրիշ երկրներից գան ու Հայաստանում վայելեն խաղաղությունը, վայելեն բարեկեցությունը եւ Հայաստանը դառնա մի երկիր, որը պիտի ծառայի որպես օրինակ։ Պարոն Կոնջարյան, ամենայն հարգանքով մնացյալ բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, բայց այնպես է ստացվել, որ հիմնական դիսկուրսը հիմա քաղաքական դաշտում ծավալվում է 3 ընդդիմադիր ուժի շուրջ, դա Հայաստան Դաշինքն է, դա Ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանն է։ Ընդ որում դուք վերջերս ասել էիք, որ այս 3-ից 2-ը ֆեյք են։ Այն իմաստով, որ իրենց առաջին համարները վարչապետի թեկնածու չեն, գիտեք, այսպես տարօրինակ բան է ստացվում, որ մեջներից իրականը Հայաստան Դաշինքն է, որտեղ առաջին համարը վարչապետի թեկնածուն է։ Դրա համար մենք ասում ենք, որ Ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը պատրաստվում են իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին։ Ու դա պատահական չի։ Այո, ֆեյք են, ինչի, որովհետեւ քաղաքականապես նոնսենս է, որ քաղաքական ուժի առաջին համարը իրենց վարչապետի թեկնածուն չի, որովհետև քաղաքական ուժի առաջին համարը դա իրենց լիդերն է, եւ ժողովուրդը երբ որ գնում ընտրում է տվյալ քաղաքական ուժին, ինքը գիտի, որ այդ առաջին համարը, որովհետև քվեաթերթիկում գրվում է յուրաքանչյուր քաղաքական ուժի դիմաց գրվում է 3 անուն, իրենց առաջին եռյակի անունն է գրվում, հա, եւ մարդը նայում տեսնում է, որն է լոկոմոտիվը, ում է ինքը ընտրում որպես վարչապետ, եւ երբ որ Հայաստանի քաղաքական դաշտում թեկնածու կուսակցություններից 2-ի ընդ որում որոնք որ հավակնում են ամենայն հավանականությամբ ընդդիմադիր բանով անցնելու խորհրդարան պայքարում են դրա համար 2-ի առաջին համարը վարչապետի թեկնածու չի, դա ուղղակի fake քաղաքական օրակարգ է եւ այո մենք ասել ենք որ այս ուժերը որևէ կոնֆիգուրացիայում եթե հանկարծ այդպիսի բան տեղի ունենա, ես վստահ եմ դա տեղի չունենա, բայց եթե անգամ նման բան տեղի ունենա, ապա նրանք իրենց ձայնը տալու են Ռոբերտ Քոչարյանին, նախ որովհետև որքան էլ որ Ուժեղ Հայաստանը մանտրայի պես անընդհատ կրկնի, որ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետ եւ այլն, Սամվել Կարապետյանը ուղղակի չի կարող լինել ոչ վարչապետի թեկնածու, ոչ էլ առավելից վարչապետ։ Եվ դա ուղղակի վիրավորական է նաեւ մեր հասարակության, մեր հանրության նկատմամբ այդ տեսակ էժանագին ստով փորձել մանիպուլացնել մեր հանրությանը եւ որ համանդրական արգելք կա, այդ մարդը չի կարող լինել նույնիսկ որպես թեկնածու։ Ես արդեն սկսել եմ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվել։ Եթե անգամ ինքը սկսի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ասում է, որ վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած անձը։ Իսկ Սամվել Կարապետյանը, եթե անգամ որևէ հրաշքով վաղը չեմ իսօրը դադարի լինել Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացի, վերջին 4 տարում, եթե իհարկե ինքը ժամանակի մեքենա չհայտնագործի եւ ինչ որ աճ պարություններ չանի այդ ժամանակի մեքենայի հետ, ինչը որ տեղի չի ունենա, հետեւաբար դա ուղղակի fake օրակարգ է։ Չէ, 98 թվականին նույն բանը տեղի ունեցավ, ժամանակի մեքենայի անունը Ժեք էր։ Հիմա այ տեսեք մեր ձեռքբերումներն է, որ մենք հիմա արդեն 98 թվականի իրականության մեջ չենք, որ մենք հիմա ուրիշ իրականության մեջ ենք եւ թույլ չենք տալու, որ Հայաստանում որևէ մեկը նման աճպարություն անի, բայց իրենք ուզում են դա անել։ Այսինքն ի՞նչ է նշանակում, բանը գալ եւ ակնհայտորեն մարդկանց ստելով, զորբայությամբ ասել, որ այո, համանդրությունը արգելում է, բայց ես հաջորդ վարչապետն եմ։ Ոնց կարելի է ուղղակի քաղաքականապես այդքան բոբիկ լինել, որ մանտրայի պես անընդհատ կրկնել հաջորդ վարչապետ, երբ որ դու ընդհանրապես դրա իրավունքը չունես, նույնիսկ թեկնածու լինելու իրավունք չունես, ելի չմնաց վարչապետ։ Այսինքն դուք դրանով եք բացատրում, որ Ռոբերտ Քոչարյանն է իրականում լինելու միասնական թեկնածուն, այն հանգամանքը, որ Հայաստան հիմիկվա դաշինքից, այ որ հիմա ազգային ժողովում աշխատում է։ Ներկայացուցիչներ կան
թե են ցուցակում, թե են ցուցակում։ Բավական բարձր տեղ է։ Ես ասել եմ այդ իմ ելույթում, որ քանի որ խոսվում էր կերակրող մայրերի մասին, եւ ես ասացի, որ Հայաստան դաշինքը Բարգավաճ Հայաստանի եւ Ուժեղ Հայաստանի կերակրող մայրն է, որովհետեւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հիմա հայտնվել են Ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարներում, ոչ ավել ոչ պակաս։ Գիտեք, ցուցակում հայտնվել է մի բան է, բայց ցուցակի երկրորդ համարում հայտնվելը դա բավականին սոլիդ բան է, ուղերձ է։ Եվ պարզա չէ, որ այս քաղաքական ուժերը իրենք այնպես չեն, որ իրենք լրջագույն քաղաքական տարաձայնություններ ունեն իրար հետ եւ հիմա օրինակ այն մարդիկ, որոնք հայտնվել են այնտեղ քաղաքական ինչ որ տարբեր բաների վայրի վերումների արդյունքում գաղափարապես փոխվել են եւ հիմա արդեն գտնվում են այնտեղ այլ գաղափարական ուղղությամբ, ոչ, չկա նման բան։ Այդ երբ որ մենք նայում ենք օրինակ Ուժեղ Հայաստանի ցուցակի մի ծանրակշիռ մասը հանրապետականներն են ու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են, դե Բարգավաճ Հայաստանի մասով էլի օրինակ կան երկրորդ համարը Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունից էր, այնտեղ կա Մարտուն Գրիգորյանը, որը հիմա բանի ներկա ՊՈՒ-ի անդամ է, Էլինար Վարդանյանը, որը էլի Հայաստան դաշինքի անդամ է, այսինքն դա գիտեք ոնց են կալոդը բաժանել են ուղակի, խառնել են, թազա բաժանել են իրար մեջ, բայց կալոդը նույն կալոդն է, այդ նույն մարդիկ են, այդ նույն ղարի դամեկն են ու վեցնոցներն են, հասկանում եք, այդ նույնն է, դրան դա չի կարա Հայաստանի ժողովրդի համար ուրիշ ճակատագիր ապահովի։ Այդ ճակատագիրը մենք արդեն տեսել ենք, թե իրանք ինչ կարող էին անել մեր ժողովրդի համար, արել են, ինչ կարող էին բերել մեր ժողովրդի գլխին, արդեն բերել են։ Հիմա իրանք ուղղակի ուզում են գան նոր ախորժակով, նոր թափով շարունակեն թալանը, որովհետև այս վերջին 8 տարվա ընթացքում այնքան նոր բան է ստեղծվել, որ կարելի է նոր ախորժակով թալանել։ Ես ուղղակի մտածում եմ, իրանք մտածում են, սրանք էշ են, այսքան բան կա ու չեն թալանում, իրանց ընկալման մեջ էլի, հիմա իրանք ուզում են գան նոր ախորժակով հոշոտեն են, այդ նոր սարքված մանկապարտեզներն էլ տանեն, սեփականաշնորհեն դարձնեն, բիլիարդ հանոցներ էլ դարձնեն ինչ որ մեկի մասնավոր սեփականությունը եւ ամեն ինչը որ կա։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։